Չնայած Հայաստանի ղեկավարության բազմաթիվ հավաստիացումներին, Իրանի մտահոգությունները Սյունիքում կառուցվելիք Թրամփի ուղու հարցում չեն փարատվել մինչ օրս։ Իսլամական Հանրապետությունը ռիսկեր է տեսնում այս ծրագրում և դրանք կառավարելու մեխանիզմներ պետք է մշակվեն, ասում է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնց շրջանակում Հայաստանի կառավարությունը կկարողանա իրացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը, սակայն միևնույն ժամանակ պետք է տրվի հստակ արձագանք ամերիկացիների ներկայության պատճառով Իրանին սպառնացող վտանգների վերաբերյալ։ Որ Սյունիքում ամերիկացիների ներկայությունը որևէ վտանգ չի ներկայացնելու Իրանի համար, Փաշինյանը բազմիցս է հավաստիացրել նախորդ տարվա օգոստոսից ի վեր, երբ Վաշինգտոնում կնքվեց թրիփի ստեղծման մասին փաստաթուղթը։ Իրավիճակը սակայն հիմա կտրուկ փոխվել է տարածաշրջանում։ Իրանի դեմ պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներն օգտագործեց հարևան արաբական երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հարձակումների ժամանակ, ինչին ի պատասխան Թեհրանը կոշտ ու շատերի համար անհավանական թվացող քայլի գնաց։ Բալիստիկ հրթիռներով սկսեց հարվածել արաբական երկրներում գտնվող ամերիկյան բազաներին։ Արդյոք այս ամենն ավելի է խորացրել Իրանի մտահոգություններն իր հյուսիսային սահմանի երկայնքով ամերիկյան ներկայության առնչությամբ, հետաքրքրվեցինք դեսպանից։ ԱՄՆ-ի գործողությունները նրանց վստահելու որևէ տեղ չեն թողնում, արձագանքեց Շիրղոլամին։ Ընդամենը 20 օր է անցել Միացյալ Նահանգների հետ հուշագրի կնքումից, բայց տեսնում եք արդեն քանի անգամ են այն խախտել։ Ուստի Իրանի մտահոգություններն իր սահմանի մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական են, և դրանց պետք է հստակ արձագանք լինի։ Հայաստանն ու Իրանը բանակցում էին ռազմավարական գործընկերության փաստաթղթի շուրջ, և Փաշինյանը պետք է Թեհրան մեկներ ստորագրելու այն։ Իրանի դեմ պատերազմը սակայն առժամանակ սառեցրեց այդ թեման ու հետին պլան մղեց։ Ինչ է լինելու հիմա, համաձայնագիրը կստորագրվի ի վերջո, թե ոչ։ Հայ-իրանական վերջին շփումների ժամանակ այս հարցը քննարկվել է, հայտնեց Իրանի դեսպանն ու շեշտեց. իրենք իրենց կողմից անում են ամեն ինչ, որ փաստաթղթի տեքստը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերվի և ստորագրվի։ Թե երբ դա տեղի կունենա, հստակ ժամկետներ չկան։ Մինչ հայկական կողմը լռում է այս հարցում և չի անդրադառնում Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծում է. իրենք չափազանց մեծ կարևորություն են տալիս այս հարցին։ Հայ-իրանական գործընկերությունն ինստիտուցիոնացնելու հարցում մենք շատ լուրջ ու վճռական ենք տրամադրված։ Վարչապետ Փաշինյանի հետ Թեհրանում օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Փեզեշքյանը ևս մեկ անգամ շեշտել է այս հարցում հնարավորինս արագ արդյունքի հասնելու կարևորությունը։ Իրանը մեծ սիրով կողջունի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, որտեղ կստորագրվի այդ փաստաթուղթը, ինչի շնորհիվ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի համագործակցության համար տարբեր քաղաքական, տնտեսական, ներդրումային և անվտանգության ոլորտներում։ Մինչ Փաշինյանը չի շտապում ընդունել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու Մոսկվայի առաջարկն ու այլ, այդ թվում ամերիկյան ու ֆրանսիական տարբերակներն է դիտարկում, Շիրղոլամին հիշեցնում է. Հայաստանից հյուսիս Ռուսաստանն է, հարավ Իրանը, և երկուսն էլ գազով ու նավթով հարուստ երկրներ են։ Այստեղ է պետք փնտրել էներգետիկ խնդիրների լուծման բանալիները։ Ռուսաստանի և Իրանի ունեցած այս ներուժը միմյանց փող լրացնելով կարող է Հայաստանը էներգակիրների տարանցման կարևոր հանգույցի վերածել։ Շատ փակագծեր չեմ ուզում այժմ բացել։ Այս նախագծերը դեռ նախնական փուլում են, բայց աշխատանքներ տարվում են։ Փաշինյանն օրեր առաջ էր մեկնել Թեհրան, մասնակցել Ամերիկա-իսրայելական հարձակման ժամանակ սպանված գերագույն առաջնորդի Այաթոլլահ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը, որի ընթացքում էլ հանդիպել էր Փեզեշքյանի հետ։ Այն փաստը, որ Փաշինյանն անձամբ մասնակցեց արարողությանը, բարձր են գնահատում Թեհրանում։ Իրանի նահատակ առաջնորդը յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ, միշտ ասում էր, որ Հայաստանն Իրանի ազնիվ հարևանն է։ Մեծարգո վարչապետի մասնակցությունը վերջին հրաժեշտի արարողությանը խոսում է երկու երկրների միջև եղած հարատև կապի և առանձնահատուկ հարաբերություններ ունենալու մասին։
Ուշագրավ է, որ հարևան երկրներից ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի նախագահներն անձամբ չմասնակցեցին Իրանը մոտ 40 տարի ղեկավարած առաջնորդի վերջին հրաժեշտին։ Եթե Էրդողանը փոխնախագահ Ջևդեթ Ելմազին էր գործուղել Թեհրան, ապա Ալիևն ավելի ցածր մակարդակի պատվիրակության։ Իդեմս Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի եւ Նախիջևանի ղեկավարի։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը մահմեդական աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը Իրանի պես շիա իսլամ է դավանում, իսկ այաթոլլա Ալի Խամենեին ոչ միայն Իրանի քաղաքական, այլև հոգևոր առաջնորդն էր եւ մեծ հեղինակություն էր վայելում աշխարհի ողջ շիա բնակչության շրջանում, անկախ բնակության վայրից։ Որն էր այս պահվածքի պատճառը, ինչ էին Ադրբեջանն ու Թուրքիան ուզում հասկացնել սրանով Իրանին։ Շիրղոլամին ձեռնպահ մնաց հստակ պատճառներ նշելուց, բայց ակնարկեց, որ չեն մոռանալու սա եւ անելու են իրենց հետեւությունները։ Որպես Իրանի քաղաքացի կարող եմ ասել, որ մենք ակնկալում էինք Ալիևի եւ Էրդողանի անձնական ներկայությունն այդ միջոցառմանը, սակայն ամեն երկիր ինքն է որոշում, ինչ մակարդակով մասնակցել։ Այդուհանդերձ կատարվածը կմնա մեր պատմական հիշողության մեջ։ Ես դիվանագետ եմ, վերլուծությամբ չեմ զբաղվում, վերլուծաբանները թող սրանից անեն իրենց եզրակացությունները։ Իրանի դեմ հարձակումը սկսվելուց հետո Թեհրանի հարաբերությունները թե Անկարայի, թե հատկապես Բաքվի հետ լարվեցին։ Իսրայելը փորձում էր ամեն կերպ դրդել Ադրբեջանին ու Թուրքիային ներքաշվել պատերազմի մեջ։ Թուրքիայի տարածքում մի քանի անգամ բալիստիկ հրթիռ ընկավ եւ սլաքներն Իրանի կողմն էին ուղղվում։ Թեհրանը սակայն հերքում էր մեղադրանքները պնդելով, որ Իսրայելն է կազմակերպում այդ սադրանքները։ Եթե Էրդողանը բավական զգուշավոր էր գործում եւ խուսափում էր թե կտրուկ խոսքերից, թե առավել եւս քայլերից, նույնը չես ասի Ալիևի մասին։ Երբ Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչուներով հարված եղավ, Ալիևը միանգամից Իրանին մեղադրեց հարձակում կազմակերպելու մեջ եւ սպառնաց անգամ պատասխան հարված հասցնել։ Բանը սակայն դրան չհասավ եւ իրավիճակն օրեր անց հանդարտվեց։ Իրանի դեսպանն ասում է, այդ ժամանակ զգուշացրել են Բաքվին, որ իրենց հետ նման ոճով խոսելն անթույլատրելի է։ Ադրբեջանի նախագահը կոշտ եւ թույլատրելի սահմաններն անցնող հայտարարություններ հնչեցրեց մեր հասցեին։ Մենք դրան հավասարակշռված եւ զուսպ արձագանքեցինք, բայց հստակ ուղեր ցեղեցինք նրանց, որ նման վարքագիծն անընդունելի է։ Դրանից հետո խնդիրը դիվանագիտական ուղիներով լուծվեց։ Պատերազմի ժամանակ մի քանի անգամ տեղեկություններ արտահոսեցին, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքից հարձակողական գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Անգամ ամերիկյան CNN հեռուստաալիքը հաղորդեց այդ մասին, հայտնելով, որ նախքան այդ գործողություններն Իսրայելը ռազմական ու հետախուզական ուժեր է նախօրոք տեղակայել Ադրբեջանի տարածքում։ Իրանի դեսպանը չհաստատեց այս լուրերը, ասաց Իրանի զինված ուժերն ու անվտանգային մարմինները պաշտոնապես չեն հայտնել այդ մասին, բայց եւ չերքեց դրանք, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս տեղեկությունները կարող են համապատասխանել իրականությանը։